Մշակույթը պահպանելու եւ ազգային հիշողությունը ամրապնդելու գործում Կարապետյանների ընտանիքը տարիներ շարունակ հետևողական է։ Կարեն եւ Սամվել Կարապետյանների հովանավորությամբ դեռևս 2014 թվականին լույս տեսավ Ալբերտ Իսոյանի «Երկիր դրախտավայր. օտարերկրացիները Հայաստանի ու հայերի մասին» աշխատությունը, որը հեղինակի 25 տարվա հետազոտական աշխատանքի արդյունքն էր։ Մենք ունենք 4000-ից 6000 օտարների կարծիք Հայաստանի մասին մեծ քարտարան ենք ստեղծել։ Այդ քարտարանի շնորհիվ միջոցով կարողացել են կողմնորոշվել եւ ընտրություն են կատարել։ Գրքում զետեղված են օտարազգի հարյուրավոր հեղինակ վավերագրողների եւ գործիչների վկայությունները Հայաստանի հայ ժողովրդի ու հայոց ցեղասպանության մասին։ Առաջին նպատակը դա հայ սկսնակ պատմաբանների համար ստեղծել դաշտ, որպեսզի արագ կարողանան ինֆորմացիա հավաքեն նրանք հայոց պատմության մասին ուրիշ օտար աղբյուրներից եւ նաեւ ինքնաճանաչողության համար, որպեսզի մենք հասկանանք, թե ով ենք եղել ուրիշի աչքերով։ Եվ երկրորդը, որը ժամանակային առումով ավելի արդական է, մեր տարածաշրջանում տեղեկատվական հակամարտության ժամանակաշրջանում ենք ապրում եւ մեր հարևանները իրենց գումարներով, նավթային գումարներով փորձում են իրենց համար պատմություն կերտել։ Հիմնականում որ ժամանակ նաեւ մեր հաշվին։ Մենք այդ խնդիրը փառկաստու չունենք, մենք ուզում ենք միայն փաստերով, իրականությամբ ցույց տալ մեր պատմությունը։ Այստեղ իմի է բերված եւ հավաքել։ Այո։ Եվ ես մտածում եմ, որ այս գիրքը մի հատորով չէ, որ պիտի ավարտվի, որովհետեւ այնքան բան կա ասված մեր ժողովրդի մասին։ Սա գանձիպես մի բան է։ Կարապետյանների ընտանիքի ուշադրության կենտրոնում մշտապես եղել են կրթության, գիտության, մշակույթի ոլորտները։ 90-ականներից սկսած նրանք հովանավորել ու աջակցել են մանկավարժներին, գիտնականներին ու մշակութային գործիչներին։ Արխիվային այս կադրերը օրինակներից մեկն է, երբ Լոռու մարզի ավելի քան 300 մանկավարժ ու 50 երիտասարդ գիտնական հավաքվել են մեկ հարկի տակ, արժանանալու Կարապետյանների ամենամյա պարգևին։ Կարող ես վաստակել աշխարհն էլ ունենալ քո սեփականությունը իբրև, բայց մարդ շահ է, գիտություն, մշակույթ շահ է, արվեստ շահ է, եւ նրանց միջոցով մեր մանկավարժներին մեծարել, գիտնականներին մեծարել ամեն մարդու բան չի։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։